Հայաստանի էլեկտրական ցանցերի պետականացման կամ ինչպես ընդդիմադիրներն են ասում, խլման հարցով քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն է զբաղվում։ Ի պատասխան մեր հարցման ասում են վարչապետի աշխատակազմից։ Ինչու է հարցն այդքան հրատապ, որ արտահերթ նիստով է քննարկվում։ Ենթատեքստեր տեսնելով հարցնում է ընդդիմադիր падգամավորը։ Թռնեք օդ, իջնեք ներքև, սա հեծը խլելու մասին նախագիծ է, ինչքան էլ գեղեցիկ ձևակերպումներ փորձեք փաթեթավորել։ Իշխանական Վահագն Ալեքսանյանը ընդդիմադիր գործընկերոջ հարցին պատասխանելու փոխարեն անցյալն է հիշեցնում, էլի ներկա ու նախկին իրար խառնելով։ Իմ ընկալմամբ ձեր նոր թիմի առաջնորդը կամ թիմի նոր առաջնորդը, չգիտեմ, ոնց ուզում եք մեկնաբանեք կամ ընկալեք դա, կարա ձեզ հատորներով պատմի, թե կոնկրետ Հայաստանի Հանրապետությունից ինչն է խլել ու ումա տվել։ Հրատապության մեջ քաղաքական նոտա տեստող ընդդիմադիրներին ի պատասխան վարչապետը մի սկրինշոթ է հրապարակել, որտեղ երևում է, թե երբ է տվել հեծի պետականացման հրահանգն ու ինչ հիմքով։ Մայիսի 20-ի այս հաղորդագրությունն է հրապարակել Նիկոլ Փաշինյանը, իսկ հեծի իրացման տնօրենը նախորդին լրագրողների հետ զրույցում օրենքի նախագիծը կիսագրագետ էր որակել, ապա ուղղել ինքն իրեն։ Անգրագետ օրենքի նախագիծ է ասել էր։ Չնայած որ մեր դեմ պայքար է տարվում ոչ օրինաչափ, այսպես ասած առանց կանոնների մարտի ձևաչափով, մենք պատրաստվում ենք հաշվի առնելով, որ մեր ընկերության սեփականատերը պետականամ այդ մարդ է, մենք պատրաստվում ենք բոլոր իրավական ճանապարհներով պայքարել այս գործընթացի դեմ։ 2 ամսով կալանավորված Սամվել Կարապետյանի ընտանիքը այսօր ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանոթում է ուղարկել պետական մարմիններ մի համաձայնագրի հիմքով, որով ներդրողներին իրավունք է տրվում դիմել միջազգային արբիտրաժ, եթե նրանց իրավունքները խախտվում են պետության կողմից։ Օրենքով հնարավոր է հեծը պետականացնել։ Տնտեսագետները մի քանի հիմնավոր պատճառ են առանձնացնում, որոնց առկայության դեպքում միայն հնարավոր կլինի սկսել process-ը։ Իհարկե ասում են նաև, որ դրա համար երկար հետազոտություն է հարկավոր։ Մենք այս ոլորտում ունենք բազմաթիվ խնդիրներ, այդ թվում կապված էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված եւ դրանց մասին նույնիսկ խոսելու կամ ինչ-որ բան ապացուցելու կարիք էլ չկա։ Սա է հիմնականը եւ ռազմավարական ոլորտը հաշվի առնելով մենք կարծում ենք, որ նման հարցերին պետք է հրատապ լուծումներ տալ։ Հեծի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը նշում է, որ պետությունը լավ կառավարիչ չէ, համաշխարհային փորձն է օրինակ բերում։ 200 երկրից միայն 2-ում են էլեկտրական ցանցերը պետության ենթակայության տակ։ Եթե դուք տեսնում եք վթար, շատ մեծ քանակի բնակչություն է անջատվում, դա չի կարող լինել հեծը։ Ունենք սխալ։ Բոլոր ենթակառուցվածքային ընկերությունները իրենց ծառայությունների գները բարձրացրել են։ Մենք համարյա թե նույն սանդղակի վրա ենք սկսեցինք ներդրումներ անել։ Տարին $100 միլիոն ներդրում է արվում հեծում, ասում է Կարապետյանն ու ավելացնում, որ 3-ից 4 միլիոն դոլար իրենց գրպանից աշխատավարձ են տալիս աշխատողներին։ Ընդդիմադիր գործընկերներին դիմում է իշխանական Արման Եղոյանը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օրինակը բերում, որի 24%-ը պետությանն է։ Եթե դուք հիմա ձեզ դիտքավորում եք որպես հեծի շահերի, հեծի ներկա սեփականատերերի շահերի պաշտպան, ապա ձեր ընկալման բնական է, որ դա պետք է ընկալվի որպես խլել։ Մի բան, որ ձեզանից կամ ձեր կողմից պաշտպանված մարդկանցից է պակասելու։ Բայց եթե դուք ընկալում եք ազգայնացումը կամ պետականացումը, եթե դրան դիտարկում եք ձեր որպես Հայաստանի քաղաքացի, այսինքն մի մարդ ում է վերադարձվելու հեծը, ապա դա չի լինում խլել, դա լինում է պետականացնել։ Խմբակցություններն իրենց դիրքորոշումն են հայտնել նախագծի մասին։ Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որտեղ հեծը կամ նմանօրինակ կառույցները ազգայնականացվում են։ Բոլոր այդ տեղերում թանկացում է տեղի ունեցել։ Անխտիր որտեղ ազգայնացվել է, թանկացում է եղել։ Հեծը չեն խլում, պարզապես քանի որ մենք հեծը պետականացնում ենք, իսկ դուք պետությունը համարում եք խալխինը, ձեր համար հեծը խլել է, որովհետև հեծը գնալու է ժողովրդինն է դառնալու։ Եվ հիմա էլ հերթը հասել է սեփականության զրկման գործընթացներին։ Մնացած բոլոր մանրամասնությունները, պարոն Վարդանյան, հանձնաժողովում քննարկումների ժամանակ մասնագիտական, իրավական, հակասահմանադրականություն էս ամենի կներկայացվի։ Օրակարգ մոտ մի ամիս առաջ մտած ու հրատապություն ձեռք բերած հարցը ազգային ժողովը պատրաստվում է 24 ժամում քննարկել ու որոշում կայացնել։ Սիմոն Հովհաննիսյան, Reopen Media։